Քաոս է Ալբանիայի մայրաքաղաքում։ Հազարավոր մարդիկ երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն են պահանջում նախկին փոխվարչապետի շուրջ կոռուպցիոն սկանդալից հետո։ Տիրանայում ցուցարարները հավաքվել են նրա գրասենյակի դիմաց, շենքի վրա հրավառ նյութեր ու մոլոտովի կոկտեյլներ նետել։ Րոպեների ընթացքում ցույցը բռնության է վերածվել։ Ոստիկանությունը ցուցարարներին հետ մղելու համար ջրցան մեքենաներ է կիրառել, փակել փողոցները, զայրացած մարդկանց առաջխաղացումը կանխելու համար։ Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 18 ցուցարար։ Ալբանիայի 6 հատուկ ջոկատային վիրավոր է։ Ալբանիայի նախկին փոխվարչապետ Բելինդա Բալուկուն, որ նաև ենթակառուցվածքների նախարարն էր, մեղադրվում է պետական տենդերներին միջամտելու համար։ Բալուկուն աջակցել է որոշ ընկերությունների, որ նրանք շահեն բազմամիլիոնանոց տենդերները։ 2024 թվականին պայթած սկանդալից 2 տարի անց է միայն հակակոռուպցիոն դատարանը Բալուկուի պաշտոնավարումը կասեցնելու որոշում կայացրել։ Վարչապետի հրամանով նա ազատվել է պաշտոնից։ Բալուկուն չի ընդունում մեղքը, մինչդեռ դատախազությունը խնդրել է խորհրդարանին վերացնել նրա անձեռնմխելիությունը ձերբակալությունը հնարավոր դարձնելու համար։ Ալբանիայի ընդդիմության խոսքով վարչապետի աջ ձեռքը կոռուպցիոն սկանդալից բացի նաև դեռ չբացահայտված քրեական հանցագործություններում է թաթախված։ Նախկին փոխվարչապետին առնվազն 35 տարվա ազատազրկում է սպառնում։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։